Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսել ենք քաղաքականությունից։ Այսօրվա հյուրս ազգային ժողովի Արցախի ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանն է։ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ, որ հյուրս եք։ Ինչպես եք։ Շնորհակալ հրավերի համար։ Այդ այն հարցն է, որ 2020-ից հետո չեմ պատասխանում ուղղակի, բայց հուսացած եմ, որ մի օր պիտի ասեմ, որ լավ եմ։ Բոլորս այդ հույսով ենք ապրում։ Նախ եկեք անդրադառնանք թարմ այն ամենին, ինչ կատարվեց երեկ մեր քաղաքում 18-ամյա տղային բարիս բուն իմաստով կալանավորեցին 2 ամսով։ Նախ կցանկանայի ձեր մեկնաբանությունը լսել այս առիթով։ Գիտեք, սա մի դաժան իրականություն է, որը ամեն վարքյան քեզ թվում է, որ ամեն դեպքում դա երազ է ու արթնանալու է ու չլինի այսպիսի բան, որովհետև այն ինչ որ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, այն ինչի մասին որ մենք փաստում ենք, առնվազն գոնե 5 կամ 6 տարի, խոսում է մի բանի մասին, որ Հայաստանը այլևս բռնապետական երկիր է, այստեղ հաստատվել է դիկտատուրան։ Եվ դա ունի մեկ նպատակ՝ պահել իշխանություն, այսինքն իշխանություն ամեն գնով պահել իշխանություն։ Բայց գիտեք, կան ամեն դեպքում միշտ մտածում ես, որ կան սահմաններ, որից որևէ իշխանություն կամ անձ ընդհանրապես իրեն թույլ չի տա անցնել։ Իսկ այս պարագայում մենք խոսում ենք դպրոցահասակ երեխաների մասին ըստ էության, որոնց ուղիղ, այսպես հրահանգով, ցուցումով դարձրեցին ուղղակի քաղբանտարկյալ։ Այսօր մենք եթե խոսում ենք արդեն բավականին երկար ժամանակ, որ Հայաստանում կան մոտ 7 տասնյակ քաղբանտարկյալներ, սա մենք շատ ծանր տարանք, չէ՞, կին քաղբանտարկյալի լինել, Լիդիայի Մանթաշյան։ Այո։ Մի կերպ դա հաղթահարեցինք, ճիշտ է, Լիդիան այնպես չի, որ արդարացվել է, բայց գոնե բանտախցում չէ, եւ դա եղավ իրականում հանրային ճնշման արդյունքում։ Հիմա եկել ենք մեկ այլ աղետ ու սարսափ, այսինքն այսօր արդեն դպրոցահասակ երեխան է կալանավորվում ու 2 ամսով։ Երբ է կալանավորվում, երբ 2 ամսից ինքը պիտի ունենա վերջին զանգ, ինքը պիտի ավարտի դպրոցը, ու ես կարդում եմ, որ Դավիթը առաջի ու միակ բանը, որ հարցրել է, արդյոք ինքը կարողանա դպրոցն ավարտել։ Եվ ստացվում է, որ ամեն բան այլևս վախերից ելնելով դիտարկվում է որպես քաղաքական բացարձակ վախի մթնոլորտում ենք։ Այո, որը տեղի է ունենում իբրև թե այս իշխանություններին դեմ։ Տեսեք, եկեղեցում ինչ է կատարվել։ Ես ինքս իմ ընտանիքով, իմ երեխաներով պարտադիր կիրակնօրյա պատարակներին մասնակցում եմ յուրաքանչյուր անգամ տարբեր եկեղեցիներում։ Ու պատկերացրեք, յուրաքանչյուրս եկեք պատկերացնենք մեր վրա, մենք գնացել ենք ուղակի, պատարակի, եւ այսօր արդեն ստացվում է այնպես, որ վտանգավոր է նույնիսկ պատարակի մասնակցելը, որովհետեւ կարող է ինչ-որ մեկը իր շքախմբով հայտնվի, քեզ ծեծի, ջարդի, սպանի, չգիտեմ ինչ ասես անի, ինչը որ տեղի ունեցավ, ըստ էության եկեղեցում։ Ինձ համար դեռևս անհասկանալի է, ուր են ընդհանրապես իրավապաշտպանները, ուր են Հայաստանում, ուր է մարդու իրավունքների պաշտպանը։ Սա բացարձակ, երբ մայրը նամանավանդ պնդում է, որ իր որդին առողջական խնդիրներ ունի, ալերգիա ունի եւ ինքը չի կարող փակ տարածքում նույնիսկ մնալ, ու որևէ մեկ ակնջալուր չի դրան։ Ես ուզում եմ հիմա հասկանալ, ուղղակի որպես կին, որպես մայր, լավ, նույնիսկ եթե որևէ բանից տեղեկություն չունեմ, ենթադրենք, հիմա թեթև այդպես մակերեսային տեղեկացված լինելու պարագայում զուգահեռներ տանելիս կամ համեմատություն անելիս մենք կարող ենք հիմա տարբերություն տեսնել Բաքվի բռնապետի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի միջև։ Ես չեմ տեսնում այդ տարբերությունը, որտեղ նույն կերպ մեր հայրենակիցների հետ են վերաբերվում Բաքվում։ Այսինքն պատանդ են վերցրել եւ մարդկանց տանջում են զուտ հայ լինելու համար, իրենց արժեքները պաշտպանելու համար։ Հիմա նույնը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, բայց դա արդեն արվում է քո իշխանությունների ձեռքով եւ ըստ էության դա արդեն արվում է անչափահասների նկատմամբ։ Մենք յուրաքանչյուրս ծնողներ որպես անկախ մեր գործունեությունից, մենք պիտի անհանգիստ լինենք, երբ մեր երեխան դրսում է։ Ոչ թե որտեվ այդ վտանգը կարող է, եկեք նկատենք այս բարակայինը։ Եկեղեցու է, որովհետեւ դրսում կարող է օրինակ իր մեքենաներն անցնեն, գցեն հենց
այդպես Հիշենք հղի կնոջ պատմությունը։ Ու էլի կամ կողքով անցնեն այդ երեխան դուրը չգա ու իրենք վնաս տան, վտանգ տեսնեն այդ երեխայի մեջ։ Իսկ այս պարագայում մենք գոնե վերջին ժամանակներում ես 5-6 տարի շարունակ անընդհատ ուշադրություն եմ դարձրել ու անընդհատ խոսել եմ այն մասին, որ թե Արցախում, թե Հայաստանում պատերազմից հետո տեսակ այդ անչափահասա տղաները դեռահասության տարիքի դեռահաս տղաները սկսել էին հաճախել եկեղեցի ու ավելի շատ են հենց պատանիները եկեղեցում, քան կանայք, մեծերը, աղջիկները։ Հրաշալի բան է։ Այո, իհարկե հրաշալի բան է, սա լրիվ այդ վերարժևորումն է ամեն ինչի, մեր այսպես ակունքներին գնալն է իրականում, եւ ինչ է ստացվում է, որ սա էլ է կատաղեցնում այս իշխանությանը։ Եվ իրենք հիմա պիտի եկեղեցին, հիմա դուք պատկերացնում եք հաջորդ քայլով կամ երիտասարդները պիտի ճշտեն ուր է գնալու այս պատժիչ խումբը, չգնան իրենք այդ եկեղեցի կամ պիտի խուսափեն եկեղեցի գնալուց կամ պիտի զգուշանան եկեղեցում։ Արդեն այսպես է ստացվում։ Գիտեք, ինձ մոտ տպավորությունը կարծես ոմանք վախենում են 18 տարեկան տղաներից։ Այո։ Ես նույնիսկ գրառում կատարեցի, որ կեսին պատերազմը տարավ, կեսը դարձան հաշմանդամ, կեսին էլ նստացնում են դրսևորման համար։ Իրականում անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ այնուհանդերձ երկրի վարչապետի նկատմամբ կատարվել է ըստ իրենց մեկնաբանության գործողություն, որը անշուշտ ընդունելի չէ, բայց այդ տղան պարզապես վախից գոռում էր։ Տեսեք, բոլորս նայում ենք, չէ՞, անընդհատ այդ կադրերը, ես տարբեր կողմերից նկարած կադրեր, մարդկանց կողմից նկարած կադրեր, այդ տեսանյութերը նայում ենք, անընդհատ կանգնացնում եմ, դանդաղեցնում, նայում։ Իրականում ես որպես մանկավարժ, որը իր ողջ կյանքում համալսարանական հաթոռից եղել է կրթական համակարգում, ուսուցիչ, շատ լավ հասկանալով, որ ինչպիսին են դեռահասները, հա, իրենք հուզական են ավելի, իրենց մոտ ամեն շատ ավելի սուր է անցողիկ շրջան է, պատահական չէ, որ մեր հերոսապատումը հենց կերտեցին 18-ից 20-ամյա պատանիները իրականում, որովհետև գիտեք, մի քիչ Հայաստանում դժվար է պատկերացնել, մեր հայրենակիցները դժվար են պատկերացնում, բայց մենք պատերազմի ժամանակ այնտեղ մեր աչքով ենք դա տեսել։ Ես անընդհատ պատմում եմ ու իմ աչքի առաջ է մի փոքրամարմին տղայի հոկտեմբերի վերջն էր արդեն Շուշիի կողմերում արդեն այդպես հրազենային թե ռումբի պայթյունից ծանր վիրավոր բերեցին հոսպիտալ։ Ես կանգնած էի, երբ ներս էին մտցնում այդ պատանուն, շատ փոքրամարմին, եթե չասեին, որ ինքը նորակոչիկ է եղել, ես կմտածեի երևի դեռ 15 տարեկան տղա է։ Եվ ոտքերը ջլերից կախված ու այդ պատանին դեմքին ոչ մի ցավի զգացում դու չէր տեսնի, ինքը ժպտում էր ու ինքը դրանով ուժ էր տալիս ու գիտեք ինքը դարձել է իմ համար հավաքական կերպար ընդհանրապես մեր հայ երիտասարդների, մեր պատանիների ու իրականում այն ինչ որ արեցին, եկեք չմոռանանք 2016 թվականին, հա, եթե չենք խոսում 90-ականներից, այն ինչ որ իրենք արեցին 2020 թվականին, իրականում պատերազմեցին հենց 18-ից 20 տարեկան պատանիները, այդ հերոսապատումը իրենք են կերտել եւ ես իմ համար ամենացավոտն է, որ փորձում են ինչ որ, չգիտեմ, հակահայրենիք մարդիկ կապ չունի իշխանություն են փողոցում են, որտեղ են խոսել, որ մեր բանակը պարտվել է, այդ տղաները հերոսապատում են կերտել ու այդ տղաները հիմա փողոցում են, եթե նույնիսկ նոր է իրենց 18-ը լրացել, այսինքն Աստված մի արասե, երբ որ հայրենիքի պաշտպանության կարիքը լինի, մի վարքյան չկասկածեք, Դավիթներն ու Միքայելներն են գնալու պաշտպանելու ու իրենք գիտակցաբար առանց մի վարքյան անգամ կասկածելու, այնպես ինչպես մխիթարները, այնպես ինչպես Արմանները զոհվեցին, այնպես էլ այդ տղաները առանց մի վարքյան մտածելու իրենց կյանքը տալու են հանուն հայրենիքի եւ հասկանալի է որ նման իշխանությունների պարագայում այս երիտասարդները վտանգ են ներկայացնում այս իշխանությունների համար ինչ պիտի անել, պիտի իրենց ճնշել, պիտի վախեցնել, պիտի խեղդել, պիտի կոտրել, պիտի այս երիտասարդների մեջ
իրենց համար ընդունելի են, հա, այն երիտասարդները, ով որևէ ազգային արժեք չունի, կարող է հայ երիտասարդին ոչ վայել կեցվածքով, պահվածքով լինել, դա իրենց համար լավ է, դա իրենց համար ժամանակակից է, բայց այս տեսակ դասիրակություն ունեցող երիտասարդները, ովքեր հաճախում են եկեղեցի, ովքեր կրթվում են, սովորում են, դպրոց են հաճախում, ովքեր նպատակներ, երազանքներ ունեն, իրենց համար նախընտրելի չեն եւ իրենք պիտի կոտրեն այնպես ինչպես իրենք իրականում այո արեցին 2020 թվականին եւ առանց չգիտեմ ամոթի կամ հենց այդ անպատժելիության մտնոլորտում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի լուսավոր օր բարձրագույն ամբիոնից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հայտարարեց ինքը կարող էր նաև չանել այդ պատերազմը, կարող էր նաև չզոհել այդ իր կողակից կինը նույնպես ասաց, չէ՞ որ հանուն ոչինչի գնացին մեր տղաները, հանուն ոչինչի տղաները եւ իրենք ամեն ինչ արեցին, որովհետեւ մեր հասարակությանը համոզեն դա։ Համոզեն եւ իրենք նաև չեն համակերպվում այն մտքի հետ, որ այո մեր հանրությունը չի ընդունում, որ այդ տղաները սկսած 90-ականներից 2016, 2020, 2023 ոչ թե զոհվել են հանուն ոչինչի, այլ զոհվել են հանուն հայրենիքի, զոհվել են հանուն այն հայրենիքի, որը հանձնել են հենց այդ իշխանությունները, որոնք գիտակցաբար տարել են զոհելու այս տղաներին։ Լավ, Տիկին Հակոբյան, հասկանալի է ամեն ինչ այս կողմից, պարզ է, ում հետ գործ ունենք, ինչու գործ ունենք։ Ուր է ընդդիմությունը մեր։ Մենք առհասարակ ընդդիմություն ունենք, թե զբաղված են քաղաքական այս ընտրություններով, նախընտրական շրջանում։ Երիտասարդ 18 տարեկան տղան հանուն ոչինչի կրելու է 2 ամիս կալանք եւ դեռ հարց է կալանքը կերկարաձգվի թե ոչ։ Մարդ ով ունի առողջական խնդիրներ, մարդ ով դեռ անցումային շրջանի մեջ է, ինչպես ասացիք, մարդ ով վաղը պետք է գնա բանակ եւ այլն կարող եմ շարունակել։ Ուր է ընդդիմությունը, ինչու կանգնած չեն այժմ այդ տղայի մոր կողքին ընդդիմություն կոչված իրենց ընդդիմություն հռչակած անձի։ Ուր են, գիտեք, ինձ միշտ ես մի փոքր հասկանում եմ նաև, ոչ թե հասկանում եմ, այլ ցավոք սրտի նման կեցվածք մենք ունեինք երևի թե որպես ընդդիմություն Արցախի Հանրապետությունում, միակ հայտարարված ընդդիմություն, ցավոք ունեինք պատերազմից հետո ինչի համար ես ինձ շատ եմ մեղադրում։ Այսինքն մեզ թվում էր, որ պետք է ունենալ կլասիկ քաղաքական կեցվածք, ի տարբերություն այս իշխանությունների, ում հետ կլասիկ ի տարբերություն այս իշխանությունների, ցույց տալ մեր հանրությանը ինչպիսին պետք է լինի քաղաքական անձի կերպարը եւ մեր հանրությունը դա կընկալի։ Բայց մենք սխալ հաշվարկներ ենք միշտ ունեցել այն առումով, որ մեզ թվացել է, որ մեր հանրությունն էլ այնքան վատն է, որ իրեն դուր է գալիս կարտոշկա կրծելը, չգիտեմ, կուկուռուզ կրծելը, չգիտեմ ինչ խժռելը, խոսք հերթելը։ Հա, մեզ դա էլ է սխալ տպավորություն, բայց մենք մի բան սխալ ենք հաշվարկել ու շարունակում ենք այդ քայլերով էլ գնալ, չգիտեմ, դեպի ուր։ Դրանք ոչ թե այդ մարդու պահվածն ու կեցվածքն է, որտեղ մենք իրականում շատերս չենք էլ ճանաչում իրական կյանքում ինչպիսին է։ Սա տեխնոլոգիա է, մոլորեցնող տեխնոլոգիա է, որը կիրառվում է եւ հանրությանը մոլորեցնելով ցույց տալիս, որ գիտեք, ես այսքան հասարակ մարդ եմ, ես այնքան հասարակ մարդ եմ, որ եղինջով ապուր եմ ուտում, չգիտեմ, կարտոֆիլ եմ։ Գիտեք, հասարակ լինելը դրանով արդեն լավ է։ Հա։ Ու մեզ միշտ թվացել է, որ այս համացան մեջ մեր հանրությունը մեզ կընդունի։ Սխալվել ենք ինչու, որ նախ հանրությանը իրենք մոլորեցնում են, մենք ճիշտ ենք ասում։ Նույնն էր Արցախում։ Տեսեք, պատերազմի նախաշեմին ես անպայման միշտ ուզում եմ այդ զուգահեռներ տանել, որ մեր հանրությունը այստեղ հասկանա ինչ է իրեն սպասվում։ 2020-ի նախաշեմին, երբ ապրիլի 30-ին 2020-ի, երբ մենք նոր ընտիր պատգամավորներ էինք դեռևս ինագուրացիան էլ տեղի չէր ունեցել, առաջին նիստը չէր եղել ազգային ժողովի, մենք ակցիա արեցինք եւ դա կա բաց աղբյուրներում, երբ 2020-ի ապրիլի 30-ին, երբ նորընտիր, բայց դեռևս երթումը չանցած, չտված նախագահը խոսում էր, որ բարեկեցիկ կյանք է բերելու հարստություն, մեծ փոր է բերելու
պատերազմ է սպասվում մեզ։ Մենք ապրիլի 30-ին պաշտոնապես կանգնել ենք ազգային ժողովի դիմաց եւ հայտարարել, որ պատերազմ է սպասվում մեզ։ Այսինքն մարդիկ, ովքեր զուտ քաղաքականությամբ են զբաղված, ոչ մի ռազմական գործընթացների մեջ չկան, տեսնում էինք դա։ Մեր հանրությունն էլ գիտեր դա։ Գիտեք ինչու գիտեր, որտեվ յուրաքանչյուրի տանը 1-2 զինվորական առնվազն կար։ Իսկ իրենք շատ լավ դա տեսնում էին, ավելի լավ էին տեսնում, քան մենք քաղաքական գործընթացում։ Բայց տեսեք հանրությունը լինելով արդեն պայթյունավտանգ իրավիճակում ինքը չէր ուզում լսել վատը։ Ինքը ուզում էր լսել այն մյուսը, որը իրեն խոսք էին տալիս։ Դե դա պաշտպանողական։ Այո, բայց ինչ տեղի ունեցավ։ Ես անընդհատ շատ ուզում եմ միշտ օրինակ եմ բերում, հա, այն հատվածները, որը հենց առաջինը հանձնվեցին Արցախում, հա, 2020-ի ժամանակ հենց այդտեղի ժողովուրդը ամենաշատն էր ձայն տվել այն ժամանակվա նախագահին։ Եվ իրենք շատ արագ տեղի ունեցավ այդ process-ը, ինչ տեղի ունեցավ։ Եվ այսօր մեր հանրությունն էլ, հա, այստեղ դա պիտի ընկալի, ուղղակի պիտի ընկալի ինչ է տեղի ունենում, բայց այո, ես հիմա համաձայն եմ, որ եթե ինձ ասում են բոլորը սխալ են եղել, ես որևէ կերպ դա չեմ ընդունում, բայց ես գիտեմ որն է իմ սխալը, իմ սխալը քաղաքական կլասիկ կեցվածքն է եղել Արցախում։ Մենք պիտի այլ կեցվածք ունենայինք, այո, մենք պիտի դռնեդուռ ընկնեինք, մարդկանց տներից քաշեինք, հանեինք դուրս, ինչ մի բան պիտի անեինք, որ դուրս գային այն ժամանակ դեռ 2020-ից հենց հետո ու կարողանային Արցախում փոխել իշխանությունը, որը դեռևս կարող էր փրկել Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակները, որը միգուցե նաև կայծ կհաղորդեր դեպի Հայաստան ու Հայաստանում էլ այդ կրակը կտարածվեր ու ինչ-որ բան կփոխվեր։ Հիմա նույնը Հայաստանում է տեղի ունենում։ Մեր ցավոք սրտի այսօր տեսեք, ես էլ եմ տեսնում այդ խնդիրը, այո, ընդդիմադիր դաշտում, չնայած բոլոր դաշտերում իմ ընկերներն են։ Եվ ես առողջ ու օբյեկտիվ դա պատրաստ եմ ասել յուրաքանչյուրի դաշտերից, որ այստեղ պետք է հստակ խնդիրները ձևակերպել։ Ինչի համար ենք գնում այս ընտրապայքարին։ Նախ իմ համար ավելի ընդունելի կլիներ, որ այս ընտրությունները չկազմակերպեին այս իշխանությունները։ Այսինքն տարբեր մեթոդներով փողոցային պայքարով այնպես անեին, որ դա իրենք չկազմակերպեն, impeachment, որը շատ խելամիտ ու դա քաղաքական գործընթաց էր ու հենց ազգային ժողովի գործառույթներ ընդդիմադիր դաշտի եւ ի վերջո ժողովուրդը ընդդիմությանը ընտրել էր մենակ մեկ բանի համար այս իշխանությանը հեռացնելու ուրիշ ոչ մի պատճառով չէր ընտրել։ Բայց մենք ինչ տեսանք տարիներ շարունակ պարլամենտական ընդդիմությունը կարծես ծառայում է ներկայիս իշխանությանը։ Եթե իրար հետ ներողություն շշեր են շպրտում եւ հայհոյում են, դա դեռ չի նշանակում, որ դու ընդդիմություն ես, որովհետեւ այս ամբողջ տարիների ընթացքում մենք այդ ընթացքում կորցրեցինք Արցախը, ունեցանք հայաթափություն, ունեցանք բազում խնդիրներ, չեմ մոռանում նաեւ եւ այլն հավաքներ, որտեղ ոչ մի բանի մասին էին եւ այլն, ինչ փոխեց ընդդիմությունը եւ հիմա այդ նույն ընդդիմությունը կարծես թե ցանկանում է նորից գալ շարունակել իր գործունեությունը։ Այ իմ ասած հենց դրա մասին է, որ պետք է խնդիրը հստակ ձևակերպել, լավ, էլ չկա տարբերակ, գնում ենք ընտրությունների, բոլորս ենք գնում ընտրությունների, որտեվ անկեղծ ասած impeachment-ը դա զուգահեռ գնացող գործընթաց էր եւ չէր կարող խանգարել ընտրություններին։ Ընտրությունները պիտի տեղի ունենան, ոչ մեկ դրա չեղարկման մասին չէր խոսում, բայց ինչեւ է ընտրությունների գնալուց յուրաքանչյուրս պետք է մեր խնդիրը ձևակերպած ունենք, ինչի համար են գնում ընտրությանը, հեռացնելու այս իշխանությանը, թե տեղ զբաղեցնելու ազգային ժողովում։ Երբ որ այդ խնդիրը ձևակերպած կունենանք, այդ ուղղությամբ կշարժվենք։ Ցավոք սրտի ես դեռևս հավաքական, այսպես ընդդիմություն այսօր չեմ տեսնում, որոնք դրած մի կողմ բոլոր ամբիցիաները գնում են հեռացնելու այս իշխանությանը, որովհետև այդ պարագայում այլ դիրքորոշում, այլ կեցվածք պիտի տեսներ ժողովուրդը։ Նույնիսկ եթե շատերը խուսափում են, ուզում են հանդես գալ որպես նոր եկող ուժ, որին պիտի վստահի ժողովուրդը, հա, կեցվածքը չպիտի այսպեսին լինի, որը կա, հա, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք նաև պատմությունից, նաև աշխարհում տեղի ունեցող process-ները հաշվի առնելով պիտի հասկանալ։ Տեսեք, իշխանություն հնարավոր է փոխել միայն, եթե դու ազգային ուժերով ես, եթե չունես այլ կենտրոններից հովանավորչություն, ինչը 18-ին ունեին այս իշխանությունները, որ կարողացան, հետևաբար պիտի քո
այնքան ուժեղ լինեն այդ ազգային ուժերը, այնքան ուժեղ պիտի լինեն, որ կարողանան ներսում այո փոխել այդ իշխանությունը։ Իսկ դա ոնց ուժ պետք է դառնաս, Համախմբվածություն, համախմբվածություն, ինչ է նշանակում։ Չենք ուզում նախկին նախագահների դեմքը Երևա, չենք ուզում այս ինչի դեմքը Երևա, նրա դեմքը, ես այս ինչի լավ հետ չեմ, ես սրա հետ լավ չեմ։ Ու գիտեք ցավոք սրտի, տեսեք, ես բոլոր դաշտերում կամ, որովհետև սկսած 2020 թվականից ցանկացած գործընթաց, որ տեղի է ունեցել հանուն հայրենիքի փրկության, որը հասկանում էինք, հա, խոչընդոտը որն է հայրենիքի փրկության, այս իշխանությունը ինչ պիտի անել, պիտի հեռացնել այս իշխանությունը։ Ցանկացած process, որ տեղի էր ունենում, ուրեմն ես այստեղ էի բոլորի կողքին։ Կապ չունի դա երկրորդ նախագահի թիմներ, երրորդ նախագահի թիմներ, առաջին նախագահի թիմներ, չգիտեմ, մեկ այլ կուսակցություններ եղել են բոլոր պայքարներում ցույց տալու համար, որ ժողովուրդ կարևորը նպատակն է, ինձ հետաքրքիր չի այս կողմում ով է կանգնած, այստեղ ով է կանգնած, կարևորը նպատակն է։ Եվ գիտեք, ես այս տարիների ընթացքում այո դա չեմ կարողացել ընկալել ու ժամանակ առ ժամանակ ինձ էլ են հենց ընդդիմադիր դաշտի տարբեր թևերից թիրախավորել ամեն անգամ որ պիտակ կպցնելով, այս ինչի մարդն է, այն ինչի մարդն է, այն աստիճանի, որ մի օր ուզում ես ասես ժողովուրդ կողմնորոշվեք, ի վերջո ես ում մարդն եմ, ի վերջո հասկացեք, ես ես հայրենիքի մարդն եմ, ու դրա համար եմ ես այո ամենտեղ, որովհետև ինձ համար կա գաղափար, ես անձի, չգիտեմ, անձի հետևից չեմ գնում, ես գնում եմ անձի գաղափարի հետևից ու պիտի դա յուրաքանչյուրը գիտակցի, ինչ նշանակում նվիրվածություն հայտնել անձին ու դառնալ երթվյալ նվիրյալ ու այլևս որևէ մեկին չճանաչել ու չիմանալ։ Եվ սա, գիտեք, սա չեմ ուզում այլ կերպ որակել, բայց սա անհեռատեսություն է քաղաքական։ Կամ եթե ավելի այսպես նեղ, սա քաղաքական ամբիցիա է, որի նպատակը ուղղակի ազգային ժողովում աթոռ ունենալն է։ Հակառակ դեպքում ձայների մսխում չեր լինի։ Այո։ Ինչը ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, որովհետև եթե տեսեք արդեն 13 կուսակցություն հայտ ունի, ոչ պաշտոնապես, բայց տեղյակ են, որ պիտի մասնակցեն։ Այսինքն 13-ը ձայն տանելով փոշիացնում են ձայները։ Եվ վերջապես այդ 13 կուսակցություններից գրեթե անհատներ, պարզապես Facebook-ում ստատուսներ գրեցին, էլի կրկին վերջին դեպքերի մասին եմ խոսում, երբ մետրոյում եղավ միջադեպ։ Արցախցի աղջկա հետ կապված։ Գրեցինք ստատուսով վերջացվեց ամեն ինչ։ Ուզում հասկանամ առհասարակ ինչ են ուզում ընդդիմադիր ուժերը, ինչի դեմ են պայքարում, եւ ամբողջը թողած մի կողմ միանշանակ արդեն մտածում են շտաբեր բացելու մասին, որ արդեն բացված է ձայներ մարդկանց գրավելու եւ այլն եւ այլն, թողնելով իրական խնդիրը, Արցախցու խնդիրը։ Մենք գիտենք, որ Արցախցին այժմ ունի անձնագիր ստանալու հետ կապված խնդիր, գումարի խնդիր, վարձ տալու խնդիր, այդ գումարները կրճատել են, չէ՞, եւ այլն, կցանկանամ այդ մասին նաեւ դուք եւս խոսեք։ Ինչ է անում, ուր ենք գնում։ Գիտեք, ցավոք սրտի իրականում ես էլ չունեմ այդ պատասխանը եւ դա նաեւ պատճառ է դարձել այն բանի, որ ես նույն սոցիալական ցանցերում շատ пассив եմ դարձել եւ փորձում եմ իրականում ֆիզիկապես հողի վրա ինչ որ բան անել։ Եվ ասեմ, որ դրանից նաեւ անհանգստացած են այս իշխանությունները, արդեն ամեն քայլից նախապես փորձում են արգելքներ ստեղծել ու կանխել, այո, նույնիսկ իմ այդպես ուղղակի պարզապես մի միջոցառում գնալը դառնում է կոնկրետ այդ կառույցի համար պատմություն, որովհետև իրենք սկսում են ահաբեկել, զանգահարել այդ կառույցը, զգուշացնել եւ վախենալ իմ օրինակ այցելություններից։ Այսինքն նաեւ ֆիզիկապես հողի վրա ինչ որ բան անելը, այո, ուղիղ վտանգ են տեսնում այս իշխանությունները այդ առումով, բայց ինձ համար անկեղծ ասած նման վտանգները իրականում չակերտավոր են ինձ համար եւ դրանք չեն կարող ինչ-որ գործոն լինել, որովհետեւ ես դադարեցնեմ գնալ իմ նպատակի հետևից, այն է ամեն բան անել, որովհետեւ հարթեմ Արցախ գնացող ճանապարհը, իսկ Արցախ գնացող ճանապարհը ինչպես պիտի հարթել, հեռացնելով խոչընդոտներին։ Եվ ինչ է տեղի ունենում այս առումով։ Ես օրինակ հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, ինչ որ նաև Արցախում է եղել իմ սովորույթը։ Երբևէ ազգային ժողովի իմ հարմարավետ
սենյակում բազկաթոռի մեջ նստած մարդիկ ընդունելով զբաղված չեմ եղել։ Եզակի դեպքեր, որ այդպես եղել են։ Ես հիմնականում եղել եմ դրսերում, մարդկանց հետ խոսելիս, բացատրելիս, իրականության մասին պատմելիս, եւ դա շատ քիչ է եղել, որ եղել է օրինակ այդպես ստատուսներով ինչ-որ լայվեր անելով։ Լայվ անելու կարիք չկա, պետք է ուղղակի գնալ մարդկանց հետ հանդիպել ու խոսել։ Հիմա անում եմ նույնը այստեղ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես հիմնականում հանդիպում ենք արցախցիների հետ, միասին նստում ենք, մեր դարդից ցավից խոսում, բարձրացնում մեր մեջ եղած խնդիրները, ինքներս փորձում գտնել այդ խնդիրների լուծումները կամ այն լուծումները, որոնք հիմա հնարավոր է տալ, որը չէ, արձանագրում ենք, որ արդեն եկող հուսացած, որ կլինեն ազգային իշխանություններ, որոնք պարտավորություն պիտի ունենան, օրակարգում ունենալ արցախցիների իրավունքի հարցերը սկսած քաղաքականից վերջացրած ժամանակավոր, սոցիալական կամ այսպես արժանապատիվ կեցությունից Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս առումով այո, պիտի քայլերը այդպես տեսականից ավելի տեղափոխվեն գործնական դաշտ, պիտի լինի գործնական, պիտի լինի զրույց յուրաքանչյուր անձի հետ։ Այդ տեսեք ասում ենք Նիկոլը եկավ շմ դմ, արեց էլի հաղթեց գնաց, ինչի, որովհետև չնայած որ Իրանը իրական չեն, ինքը կարողանում է դա նաև ներկայացնել, բայց աշխարհը, մարդիկ, ժողովուրդը, այ հեռավոր գյուղի նստած ժողովուրդը տեսնում է օրինակ Նիկոլը իր այսպես քայլելով եկավ, կարտոշկա կերավ, էս մեկին ասեց եղբայր ջանեն մեկին, քույրիկ ջանեն մեկի առևտուրը տարավ տուն, այսինքն իրենք նայում են ասում են այս մարդը մեզնից մեկն ալն այ ինչքան հասարակ է, իրենց լավ մեր դարդ ու ցավ ոչ մեկ չի հասկանա։ Պիտի ոչ թե նույն կեցվածքն ունեն անդիմություն, ախր անդիմությունը հենց ինքը այդպիսին է, ինքը իր տեսակով այդպիսին է, ինքը հասարակ է, ինքը ժողովրդի միջից է, ամենայն դեպս անդիմության են հատվածը, որոնք իմ ընկերներն են, նույնիսկ падգամավորների մեջ, իրենք հենց այդ տեսակն են, իրենք կարող են դա անել։ Մնում է անել, ոչ թե սահմանափակվել լայվերով կամ այդքան չի ստացվում, որովհետև շատ արհեստական է լինում, դուք պատկերացնում եք ինչ-որ ընդդիմության լիդեր գնա պերաշկի ուտելով, չէ, պերաշկի չի ուտել, նույն բանը չի անել, ես նշեցի, բայց պետք է անընդհատ շփվել եւ այնքան չեն շփվել, որ հիմա եթե շփվեն, ես դա կնայեմ նախընտրական PR, որովհետև դա կեղծ կթվա, որովհետև ես դա չեմ տեսել։ Ես օրինակ չեմ ուզում հիմա անուններ տալ, որովհետեւ նաև չեմ ուզում ոչ որևէ մեկին թիրախավորել, որևէ մեկին գովերքել, ամենայն դեպս հիմա դեռ այդ փուլը չի, միգուցե կլինի ժամանակ եւ ես կսկսեմ խոսել, բայց հավատացեք կան մարդիկ, նույն ձեր ասած լիդերների մեջ, դե բոլորի մասին չի խոսքը, որոնք ու հանրայ այդպես ճանաչում ունեցող լիդերների մեջ ոչ թե 1-2 օքեան կուսակցությունների մասին եմ ասում, որոնք հավատացեք ի տարբերություն մեր ունեցած կարծիքի իրենց մասին, շփումները մարդկանց հետ այսպես շատ են ու ցանկացած ով դիմել է, ամենայն դեպս իմ ունեցած տվյալներով, իմ տեսածով այդ երբեք այդ անարձագանք չի մնացել, հա, հանդիպումների պահանջը կամ ցանկություն։ Այսինքն դա էլ է մի քիչ թյուր կարծիք, որը մեր մեջ նաև ձևավորել են այս իշխանությունները, որ նրանք բոլորը այսպես փողերի պարկերի վրա նստած, ոչ հավես ունեն շարժվելու, ոչ ձեր հետ շփվելու, ոչ էլ չգիտեմ ինչ, բայց իրականությունը այդպեսին չի, շփվում ես ու հասկանում, եւ ես շատ շատերի հետ ուղղակի ասեմ մի մասի հետ ծանոթացել եմ պատերազմի ժամանակ, մի մասի հետ պատերազմից հետո այնպես չի որ ես երկար կամ ինչպես ինձ են հաճախ սիրում ներկայացնել, ես էլ եմ ինչ-որ նախկիններից բացարձակ եւ ի տարբերություն են մեր մեջ կարծրացած տպավորության, որ իրենք օй բոբոներ են, իրականությունը այդպեսին չի։ Ուղղակի այ իրենք տարբերվում են այս մեկից նրանով, որ պես կինո նկարելու այդ արվեստը իրենք չունեն, դերասանական այդ բանը չունեն իրենց մեջ, որպեսզի կարողանան դες չեն ապարում, այդպես ցանցառություններ։ Տեսեք Նիկոլը ինչ անում, ինքը հասարակության բոլոր շերտերին փորձում է դուր գալ։ Փորձում է դուր գալ։ Ես հիմա չեմ օրինակ զարմանա, որ չգիտեմ Նիկոլը երբ է հետ գալիս Մոսկվայից։ Գա ու մեկ էլ ասի «Վայ Ժողովուրդ ջան, ներողություն, ես չեմ իմացել, որ Դավիթին կալանավորել են, հենց հիմա կասեմ ազատ կարձակեն»։ Եվ դա կինոյի լավ տղա։ Այո, Սուզաճմլիկ տեսարանը, ինչպես եղավ Արմինեի պարագայում օրինակ, հա, երբ ինքը տեսավ, որ հանրային այսպես անհասկացվածություն կամ մարդիկ չընկալեցին իր արածը, ի վերջո չընդունեցին նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրեն ընկալում են, իրեն տեսնում են ապագայում էլի իշխանության ղեկավար, բայց իր այդ քայլը չընդունեց։
հանրությունը, անկախ իր քաղաքական ուղղվածությունից, եւ ինքը շատ արագ փորձեց շտկել, տեսեք այդ իրավիճակը, եւ ինքը ամեն անգամ դա համեմատում ասում, տեսեք նախկինները ձեզնից ներողություն չէին խնդրում, ես ձեզնից խնդրում եմ, ել չի ասում, որ նախկինները ձեր երեխեքին չէին սպանում, ես սպանում եմ, հետո ներողություն եմ խնդրում։ Ջորջ ջան, տեսեք ես ինչ լավն եմ։ Տեսեք, ինքը ձեր ասած այդ վախի մթնոլորտը այնուհանդերձ պահում է մինչև վերջ, մինչև ընտրություններ ավելի ուժեղացնելու է եւ առիթը բաց չի թողնում ամեն անգամ ասելու, որ ինձ չընտրեք պատերազմ կլինի, ինձ չընտրեք լրագրողները կգնան որտեղ ասած ֆայլաբազարում կաշխատեն եւ այլն, ու դա ասում է լրագրող մարդ, ով նախկինում լրագրող է եղել եւ այլն, այսինքն ամեն կերպ պատերազմով վախացնել ժողովրդին։ Սա ահաբեկչություն է։ Սա շանտաժ է սեփական ժողովրդի նկատմամբ։ Օրինակ, առաջի միտքը, որի մոտ եկավ, երբ ես լսեցի այդպես իր ուղիղ այդ, խոսքը, ես անկեղծ միանգամից դա եմ հասկացել ու զգացել։ Ես կարծում եմ յուրաքանչյուրն է այդպես ընկալել։ Սա տերոր է, բառից բուն իմաստով, ինչու, որովհետեւ տեսեք, կարող է մի քանի ձևով կամ գիտակցված սա խոսք է, որը այո հասնում է թիրախին, կամ խոսում է մի մարդ, ով քաղաքականությունից չեմ ասում 0- անվերջություն է, ինքը չունի ընդհանրապես գիտելիքներ, ինքը չի տիրապետում դիվանագիտական նրբություններին, որովհետև առնվազն դիվանագիտության մեջ այս պարագայում 3 ճանապարհն էլ կա։ Ոչ միայն դա կամ խաղաղությունն է կամ պատերազմն է, կամ եթե այս ձևով չի հաստատվում խաղաղություն, եթե իրեն չեն ընտրում, ապա լինում է պատերազմ, այլ կա 3 ճանապարհ ընդամենը, բանակցություններ, դիվանագիտություն, որովհետև գիտեք աբսուրդ է, երբ մեր նման փոքր երկիրը իր փոքր բնակչությամբ, այսպես ինչու են դիտարկում, որ օրինակ ես որպես ընդդիմություն կամ այն մյուսները որպես ընդդիմություն անպայման մտածում են, որ Արցախը օրինակ պիտի պատերազմով հետ բերենք, կամ Հայաստանը պաշտպանելու խաղաղությունն անելու համար մենք պիտի անպայման պատերազմ անենք, ով ասեց երբեք լսել մեզնից նման բան, կամ երբեք լսել այդ նույն նախկին նախագահներից, կամ երբեք լսել ընդդիմությունից նման բան, որ չէ, մենք պիտի գանք պատերազմ անենք Արցախը հետ բերենք։ Մեր մտքում դա մեզնից շատ ոչ ոք չի կարող գնահատի այդ խաղաղությունը։ Ոնց կարող եմ ես ասել, չէ, պիտի պատերազմով ես գնամ Արցախ հետ բերեմ։ Շատ լավ հասկանալի է, որ այդպես ես չեմ կարողանալու նաև պահեմ հետագա խաղաղությունը, պիտի դիվանագիտական գործընթաց տեղի ունենա, եւ դա է արվել 30 տարի շարունակ, որովհետեւ նման պետությունները, երկրները, առավել եւս հիմա այս աշխարհակարգը, երբ փոխվում է աշխարհը, նոր տեսք է ստանում, ձևավորվում է, դու չես կարող այլ լեզվով խոսալ, դու պետք է հզոր դիվանագիտություն ունենաս, դու պիտի շատ ուժեղ դիվանագիտություն ունենաս։ Մի հատ նայեք ովքեր են իրենց դիվանագետները։ Մի հատ նայեք ով է այսօր արտաքին գործերի նախարարը։ Դուք տեսեք օրինակ Ադրբեջանը արտաքին գործերի նախարարությունը երեք ինչ հայտարարություն է անում, ու այսօր արտաքին գործերի մամլո խոսնակներով էր ինչ որ մլավոց է հանում դրա դիմաց։ Տեսեք իրենք ինչ էթնիկ զտմանը տանող արդեն Հայաստանի Հանրապետությունում հայտարարություն են անում Ադրբեջանը եւ ինչ խեղճ ու կրակիչ որ զնգզնգոց թե ծվծվոց է գալիս Հայաստանի Հանրապետության իշխանությունների այն էլ ցածր օղակների կողմից վախենում են նույնիսկ առաջի դեմքերով պատասխանել Ադրբեջանին բա դա հո զենք չի դա դիվանագիտություն է այո դա դիվանագիտական զենքն է որտեղ այս մարդիկ իրենց ձեռքերը բարձրացրել են հանձնվել են չկա Հիմա պետք է յուրաքանչյուրս դիտակցենք Հայաստանում այլևս կան իշխանություններ, որոնք չկան ընդհանրապես արտաքին քաղաքական գործընթացներում, որոնք չկան դիվանագիտական որևէ գործունեություն չեն ծավալում։ Եվ ըստ էության իրենց բոլոր քայլերը միտված են ներքաղաքական իրավիճակը իրենց ձեռքում պահելու, ներքաղաքական խնդիրները իշահ իրենց լուծելու, իշահ իրենց որն է մնալ իշխանության։ Ինչու մնալ իշխանության, որովհետև ունեն նման պահանջ Ադրբեջանից, որովհետև այդ պայմանավորվածությունները դեռևս 2018-ից կա, որովհետև ակնհայտ Ադրբեջանը դեռևս երբ մեր պատանդարված եւ գերեվարված հայրենակիցներին ռազմաքաղաքական վերնախավին Արցախի դատավճիռները եղավ, 1 ժամ հետո արդեն ադրբեջանական պաշտոնական լրահոսը հայտարարում էր իր հաջորդ քայլերը Հայաստանի Հանրապետությունից։ Ակնկալիքները դա է
ամեն բան անել, որ տեսեք, ես համարյա բառացի եմ ասում։ Ամեն բան անել, որ Հայաստանում վերընտրվեն այս իշխանությունները, առնվազն 1 տարի իշխանավարելու նպատակով։ Այսինքն այդքան է պետք Ադրբեջանին։ Ինչու սահմանադրությունը փոխելու համար, ինչու պետք է փոխել սահմանադրությունը, իրենց ասելով, որ որևէ ռևանշիստական նկրտումներ այլևս Հայաստանում որևէ մեկը չունենա եւ դրանից հետո ցանկացած իշխանություն, որ գա, որևէ բան չի կարողանալու փոխել, այնուհետև շարունակում են, ինչն է նաեւ դրա հետագա նպատակը, որպեսզի իրենք ի վերջո իրենց պատմական հայրենիք, այն է Արևմտյան Ադրբեջան, կարողանան վերադառնալ։ Եվ տեսեք, ի պատասխան դրա անդադար արդեն ինչքան ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, որ կոնֆլիկտի մասին է, հա, անկախության հռչակագիրը։ Եկեք մեր մի քիչ փորփրենք մեր հիշողությունը, գնանք 2022 թվական, երբ Ալիևը ասում էր, որ ինչու իրենք իրենց պատմական հայրենիքի մասին կամ ուղղությամբ քայլեր չեն արել։ Խոսքը հետո բացում է Արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջան իրենց ասելով 70 թե 75% Հայաստանի Հանրապետության։ Ինչու չեն արել, ասում են, որովհետև կար Ղարաբաղյան կոնֆլիկտը։ Մենք պիտի սպասեինք, որ լուծվեր Ղարաբաղյան կոնֆլիկտը։ Տեսեք, 22 թվականին դեռ շրջափակումը չէր սկսվել, երբ ինքը այդ հայտարարությունը արեց։ Ու ինքը այդ ժամանակ ասում է, Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվել է։ Այսինքն դեռևս 22 թվականին ինքը արդեն ասում էր, որ լուծվել է Ղարաբաղյան կոնֆլիկտը, ի նկատի ունենալով, որ դեռ պիտի տեղի ունենա օկուպացիան, պիտի տեղի ունենա մեր տեղահանությունը եւ այլն, եւ դրանով իրենք համարեն լուծված, որից հետո արդեն կանդրադառնան Հայաստանի Հանրապետության նկատմամբ նկրտումներին։ Իսկ ինչ է նշանակում պարզ, հա, այսպես անկախության հռչակագիր։ Դա ներկայիս Հայաստանի Հանրապետության հիմքն է, լինելիությունն է։ Չի լինում, որտեղ ամբողջ սահմանադրությունը դրա վրա է կառուցված։ Չի լինում այլևս այդ սահմանադրությունը կամ այդ անկախության հռչակագիրը։ Ես իհարկե չգիտեմ Նիկոլայի ծրագրեր ունի ինչ արագությամբ է ինքը իր նոր սահմանադրությունը բերելու, անցկացնելու, հայտարարելու 4-րդ հանրապետության մասին, որտեղ դրան զուգահեռ դա հայտարարություն է 3-րդ հանրապետության չլինելու մասին։ Իսկ երբ որ չկա այդ հանրապետությունը, ինչ խնդիր ունի այսօր թշնամին այս տարածքում, ինչ որ հարց լուծելու։ Օգոստոսի 8-ին 2025-ի իրենց Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարը հայտարարեց, որ իրենք մեքենաներով գալու են Արևմտյան Ադրբեջան։ Եվ դա իրենց խոստացել է իրենց նախագահը։ Այո։ Այսինքն այս մարդիկ պլանավորած ամեն ինչը հերթով, օրով, ժամով կատարում են։ Եվ ամեն ինչ անելու են, որ Հայաստանում 2026-ի հունիսի 7-ին ընտրություններում հաղթեն այս իշխանությունը։ Այո։ Այսինքն ցանկացած հայ, ով գնալու է ընտրատեղամաս եւ ընտրելու է այս իշխանությունների օգտին, ինքը պիտի հասկանա, անկախ նրանից ինքը ընդդիմությանը սիրում է, չի սիրում, այս մեկին սիրում են, մեկին ատում է, այս մեկի մեջ նախքին է տեսնում են, մեկի մեջ չգիտեմ ինչ է տեսնում, բայց ինքը եթե ընտրում է այս իշխանությունը, ինքը ընտրում է Ադրբեջան։ Ինքը ընտրում է վաղը ադրբեջանցու իր կողքը ապրելը։ Եթե դա իրենց համար ընդունելի է ու կարելի է, ուրեմն կընդունեն, կընտրեն այս իշխանությունների։ Գիտեք, Տիկին Հակոբյան, թերևս ոչինչ չեմ ուզում ավելացնել։ Դուք ասացիք այն, ինչին ես տանում եի, ես ցանկանում եի լսել ըստ ձեզ հանգուցալուծումը ինչպիսին պիտի լինի։ Դուք դա ասացիք։ Հույս ունենանք, որ իսկապես կհաղթենք չարին։ Գիտեք, յուրաքանչյուրս երևի պիտի մտածենք, որ ընտրատեղամաս գնալուց մենք ինչի չլսեցին 2020-ին արցախցիները։ Սա կարևոր բան է, փորձը կա։ Տեսել են դա 2020-ին, մեր ժողովուրդը դա տեսել է։ Երբ որ իշխանության ղեկին միգուցե լավ տնտեսագետեր, միգուցե ինքը շատ լավ մարդ էր, ես որպես այդպեսին չեմ ճանաչել Արցախի նախագահին, բայց ինքը ռազմաքաղաքական գործիչ չէր։ Այդպեսին չեն այս իշխանությունները։ Այս մարդիկ չեմ ուզում լավ բնութագրեմ, համենայնդեպս ռազմաքաղաքական գործիչներ չեն, գոնե 5-6 տարի մենք դա տեսնում ենք։ Եվ պիտի յուրաքանչյուրը իր քվեն տալուց առաջ հասկանա, որ ինքը քվեարկում է իր երեխայի լինելու համար։ Ինքը որոշում է վաղ իր երեխան ոնց է, ապրելու է թե ոչ, լինելու է թե ոչ, կամ
կարողանալու է իր երեխան ապրել իր տանը, հայրենիքի իր այդ հատվածում։ Սյունեցին պիտի մտածի, վաղը ինքը ապրելու է իր երեխան Սյունիքում, նույնը Տավուշեցին, նույնը Երևանցին ու ցանկացածը։ Այսինքն ինքը այդ որոշումը պիտի կայացնի։ Ոչ թե Նիկոլ սիրել չսիրելու հարցը կամ մյուսին սիրել չսիրելու, այլ իր երեխայի վաղվա օրը ընտրելու։ Եվ ես կարծում եմ, որ գոնե առնվազն այդքանը հաշվի առնելով մեր հասարակությունը կկատարի, հուսով եմ, հուսացած եմ, չի անի այս խալը, ինչ 2020-ին Արցախցին արեց։ Հուսով եմ, որ ամեն ինչի ցանկախ այս փորձությունը հաղթահարելով հայը կպահի իր ինքնությունը։ Այո, Շնորհակալ եմ, որ եկաք։ ես եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։